Նախնական տվյալներով 9-ամյա կրթությունն ավարտած աշակերտների մոտ 15-20%-ն այլևս կրթությունը չի շարունակում ոչ ավագ դպրոցներում ու վարժարաններում և ոչ էլ արհեստագործական ու միջին մասնագիտական հաստատություններում։ Որոշ մանկավարժներ կարծում են, որ կրթության նվազագույն շեմի փոփոխությունն աշակերտներին կտրելու է փողոցից։ 9-րդ դասարան ավարտած աշակերտը ստիպված է կրթությունը շարունակել։ Այսօր հիմնական դպրոցների մանկավարժներն ու աշակերտները միակարծիք են, որ կրթությունը շարունակվի հենց նույն դպրոցներում և ոչ թե նոր միջավայրում։ Ասել է, թե կրկին անհրաժեշտ են դառնում միջնակարգ կրթություն իրականացնող դպրոցները։ Ես ավելի հակված եմ միջնակարգ դպրոցին։ Երբ երեխաները իրենց 9-րդ դասարանի երեխան դպրոց ավարտելուց նոր միջավայր է գնում, իր ամենավատ դեռահասային տարիքն է, որ իրեն մի թաղից մյուս գնալը, մի շրջապատից մյուս գնալը, ադապտանալը մի քիչ ավելի դժվար է լինում։ Երևի պարտադիր է բոլոր դպրոցներում 12-ամյա ուսումը։ Երեխաները հիմնական դպրոցում սովորելով կարծես թե հոգեպես, սեյդընկերական հարաբերություններ են ձևավորվում և մեծամասնությունը գրեթե չեն ուզում մեկը մյուսից հեռանալ։ Հիմնական դպրոցներում հարց են բարձրացնում. եթե աշակերտը նախընտրում է կրթությունը շարունակել նույն միջավայրում, ապա ինչու տարիներ առաջ միջնակարգ դպրոցները վերակազմակերպվեցին ավագ հիմնական տարրական դպրոցների։ Ավագ դպրոցի կայացման համար գտնում եմ, որ երևի դրա համար է հենց 12-ամյա կրթությունը, որ աշակերտները 9-ամյայից հետո անպայման գնան ավագ դպրոցներ, որովհետեւ կայանան ավագ դպրոցները, որովհետեւ զգում ենք, որ վարժարանների կողքը արդեն ավագ դպրոցները չեն կայանում։ Այս պարագայում մանկավարժների մի մասը կարծում է, որ կրթության նվազագույն շեմի բարձրացմամբ լուծվելու է ավագ դպրոցներում աշակերտների թիվը ապահովելու հարցը։ Մանկավարժների այս կարծիքի հետ համաձայն չէ, սակայն Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի փոխտնօրեն Կարեն Դարբինյանը։ Ճիշտ ասած, համաձայն չեմ, որովհետև ավագ դպրոցները հոսքային իրենց դասարանների քանակով բավականաչափ լուրջ աշխատանքներ են տանում և կոնկրետ մեր պարագայում և տնտեսագիտական հոսքը և կենսաքիմիայի հոսքերը կարողանում են իրենց առկա տրված խնդիրները լիակատար կերպով կատարել։ Մի փոքրիկ խնդիր երևի թե կա հումանիտար հոսքերի հետ, այստեղ էլ ժամանակի ընթացքում այս բոլոր անհաշտությունները կարող են վերականգնվել և առաջ ընթանալ։ Ավագ դպրոցների ստեղծումից հետո զգացվեց, որ աշակերտների մեծ մասը գնում են ավագ դպրոցներ, այսինքն ստացվում է, որ նրանք օժարական ընդունում են 12-ամյա կրթությունը։ Շատ մարդիկ կան, որ դժգոհում են
արմենցիների համար գարնանային իսլամիակում ուսումնական նոր ծրագրեր ու թեմաներ չկան, նրանք կրկնում են անցածն ու վերլուծում։ Որոշ ծնողների և մանկավարժների կարծիքով կրթության նվազագույն շեմի բարձրացմամբ արդեն իսկ անհրաժեշտ է դառնում դպրոցների ավարտական դասարանի ուսումնական նոր ծրագրերի թեմաների ներդրումը, ինչի մասին սակայն դեռ կրթության և գիտության նախարարությունը չի խոսում։ Կրթության նվազագույն շեմի բարձրացման հարցի շուրջ նույն այսպիսի տարաբնույթ կարծիքներ են հնչում նաև ազգային ժողովում։ Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական այս բարեփոխմանը դեմ են արտահայտվում։ Այս նախագծի քննարկումը դեռ շարունակվելու է ազգային ժողովում, և անհայտ է, թե քննարկումներն ինչպիսի ընթացք են ունենալու։ Անի Մկրտչյան, Արթուր Մարգարյան, այսօր։